Նախորդ գիշեր Փարիզի Սեն-Դենիս թաղամասի բնակիչները արթնացան կրակոցներից ու պայթյուններից։ Ֆրանսիայի ոստիկանությունն ահաբեկիչների դեմ արշավ էր կազմակերպել։ Ոստիկանության տվյալներով Սեն-Դենիզում, որը 1/3-ով բնակեցված է ներգաղթյալներով, թաքնվում էր նախորդ շաբաթ Փարիզում կազմակերպված ահաբեկչությունների հեղինակ Աբդելհամիդ Աբաուդը, որը Եվրոպայի հատուկ ծառայությունների հաղորդմամբ ոչնչացվել է։ Սեն-Դենիզում բնակվող Լասանա Դիվարի խոսքով ոստիկանության արշավը պատերազմ էր հիշեցնում։ Vibration très forte, 4 heures du matin. Ամեն ինչ սկսվեց հուշկուցնցումներով առավոտյան 4-ին, որոնց հետևեցին պայթյուններ այնքան հզոր, որ մենք դրանց սկզբում հրավառության հետ շփոթեցինք։ Ընդհանուր առմամբ ոստիկանության գործողությունների ընթացքում սպանվել է 2, այդ թվում 1 մահապարտ եւ ձերբակալվել 5 մարդ։ Հարցաքննվում է նաեւ ահաբեկիչներին օթևան տված Փարիզի բնակիչը, որի խոսքով ինքը տեղյակ չի եղել նրանց ծրագրերի մասին։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդն իր ելույթում հայտարարել է, որ ահաբեկիչներին չի հաջողվի վախեցնել Ֆրանսիայի ժողովրդին։ Ահաբեկիչները անմեղ կյանքեր խլեցին, սակայն նրանք ցանկանում են նաև ընդհատել մեր կյանքի ընթացքը։ Ես ի պատասխան միանշանակ հայտարարում եմ, որ Ֆրանսիան մնալու է ազատության, զարգացող մշակույթի տեր եռանդուն երկիր, որը երբեք սպառնալիքի առջև չի նահանջելու։ Օլանդը շնորհակալություն է հայտնել աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցելով ֆրանսիացիներին իրենց հուշարձանները, նկարներն ու խորհրդանիշները զարդարել էին Ֆրանսիայի դրոշի գույներով։ Ահաբեկիչների կողմից սպառնալիքները արևմուտքի ժողովուրդներին չեն վախեցնում, սակայն հատուկ ծառայությունները դրանց լուրջ են վերաբերվում, բոլոր ջանքերն ուղղելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Այսպես Միացյալ Նահանգներում սպառնալիքների պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր Air France-ի 2 չվերթ, իսկ Գերմանիայում վտանգի պատճառով չի կայացել Գերմանիայի եւ Նիդերլանդների ֆուտբոլային հանդիպումը։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։